Ես Սամվել Բալոյանն եմ, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, կարճ ասած մշակույթի կենտրոնի հիմնադիր տնօրենը, այժմ գեղարվեստական ղեկավար, որը կազմակերպում է այսպիսի համերգներ հանրապետության հեռավոր համայնքներում, ճանաչողական մնացած ամեն ինչը ձեզ կասի համերգավար, Սայաթ Մվա աշխուհական երգի անսամբլի մենակատար, վաստակաշատ մանկավար Արթուր Մնացականյանը, խնդրեք նրան, որ գա և սկսի համերգը։ Արթուր, խնդրեմ։ Շնորհակալություն։ Ծափարեք պարոն Բալոյանի։ Բարի նոր, սիրելի ուսուցիչներ և սիրելի աշակերտներ։ Մենք շատ ուրախ ենք այսօր ձեզ ողջունելու և ամեն ինչ անելու ենք, որ այսօրվա ձեր օրը հիշարժան, ինչու՞ չէ նաև դիտարժան լինի։ Այսօր ձեզ հյուր է եկել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գեղարվեստական դաստիարակության մշակույթի կենտրոնի արտիստները, որոնք ամեն ինչ անելու են, որպեսզի ձեր օրը տոն դառնա։ Որպես սկիզբ եկեք մի հատ ծափահարենք։ Մեր կենտրոնի տնօրենն է Տիգրան Բալոյանը, ծափահարենք մեր տնօրենին։ Ինչպես նաև մեր գեղարվեստական ղեկավարին Հայաստանի Հանրապետության վաստակաշատ մանկավարժ, վաստակավոր մանկավարժի կոչումով մեր Սամվել Բալոյանին։ Մեր կենտրոնի աշխատակիցներին, որ միշտ մեզ հետ են մեր աշխատակցուհիները, ծափահարենք նրանց է։ Եվ սկսելով մեր գեղեցիկ միջոցառումը, ուզում եմ այստեղ հրավիրել մեր հրաշալի երաժիշտներին ու արդեն կներկայացնեմ, թե ովքեր են նրանք։ Ծափահարեք և հրավիրեք մեր երաժիշտներին։ Իսկ այս երաժիշտները մի մեծ նվագախմբի հատնտիր է։ Այս երաժիշտները Արցախից են։ Նրանք բռնի տեղահանված արցախցի այն երաժիշտներն են, որոնք մի ամբողջ խումբ են կազմել Արցախում գործել 2014 թվականից մեր կենտրոնի ներքո և այսօր շարունակում են իրենց գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում։ Այս պահին ուզում եմ որպեսզի ծափահարենք Արցախի ազգային նվագարանների երիտասարդական նվագախմբի ղեկավար և դիրիժոր պարոն Լևոն Սարդարյանին, ով Արցախի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ է։ Ծափահարենք։ Մեր երաժիշտներին ծափող չունենք, հավեցենք։ Եվ արդեն սկսենք երաժշտական մասը, իսկ նրանք ձեզ որպես սկիզբ կնվագեն Սայաթ Նովայի երգերից կազմված մի գեղեցիկ շարան, Քանի Վուրջանին և Բրոյի։ Ծափահարենք ու վայելենք։
նվագարանների նվագախումբ գեղարվեստական ղեկավար Լևոն Սարդարյան գործիքն է, խնդրեմ ուշադիր նայեք։ Քյամանչա գործիքը հայերին հայտնի է թերևս 8-րդ դարից, դրա ապացույցն է մեր մանրանկարչությունը, որտեղ պատկերված է թերևս հենց քամանչա գործիքը։ Եթե մենք նայենք հայտնի Աշուղ Սայաթնովային, որը ամենահայտնի աշուղն է, որ քյամանչա գործիքն է նվագել, կտեսնենք, որ ականջները այդ նկարում ընդամենը 3 հատ են եւ ոչ թե այստեղ ինչպես 4 հատ, այսինքն հնում քյամանչան եղել է 3 ականջանի։ Նվագում է ծնկին դրված աղեղով, այս աղեղի լարերն են ձիու պոչից է պատրաստված, նայեք ուշադիր, ունի փոր, որտեղ արձագանքվում է ձայնը, դա նրա արձագանքարանն է, եւ քյամանչա գործիքը 4-րդ լարը ստացել է եւ իր հնարավորությունները մեծացրել է 20-րդ դարում Սաշա Օգանեզաշվիլի, ով հայ է եւ նաեւ Բաքվի կոնսերվատորիայի հիմնադիր է, հենց նրա շնորհիվ հայտնի քյամանչահար։ Ուրեմն մենք պետք է ասենք քյամանչա եւ ոչ թե քամանչա։ Ինչու պետք է յ-տառով ասենք, որովհետեւ երբ որ Սայաթնովային թարգմանել են վրացերենից, իսկ վրացերենը յ-տառ չունի։ Հայերենը ունի յ-տառ եւ գործիքի անունն է, ինչպես է գործիքի անունը։ Քամանչա, այո, Արման Հովանիսյանը մեր նվագախմբում նվագում է քամանչա գործիքը, ծափահարենք մեր երաժիշտի և հիմա լսենք քամանչայի ձայնը։ Շնորհակալություն, ծափահարենք։ Ուրեմն Կովկասյան տարածաշրջանում լայն տարածում ունեցող նվագարաններից մյուսը թառն է, որ նվագում է մեր Տաթև Մնացականյանը, ծափահարենք նրան։ Ընդհանրապես հայաշուղական արվեստում քյամանչան համարվում է թագուհին գործիքների, իսկ թառը թագավորն է համարվում։ Թառը շատ հարուստ նվագարան է, ունի պողպատյա մոտ 12 լար, ինչպես նաև պղնձյա լարեր ունի, շատ մեծ ձայնածավալ ունի, ընդհուպ մինչև կարող է սիմֆոնիկ գործեր նվագել։ Հզոր տեմբրի եւ մեծ երկու արձագանքարաններ ունի տարբերություն քամանչայի։ Ասում ենք այս նվագարաններին համաարևելյան, որովհետև բացի մեզնից նվագում են նաև Իրանում եւ մյուս ուրիշ ժողովուրդներ, դրա համար մենք ասում ենք թառը եւ քամանչան համաարևելյան նվագարաններ են։ Մզրափի այդ հարվածող պլաստմասե սարքի օգնությամբ այդ փոքրիկ ձայն է հանում եւ ունի մեծ ձայնածավալ եւ լայն հնարավորություններ։ Հիմա խնդրենք, որպեսզի մեզ հնչեցնեն թառի ձայնը, լսենք։
հանճագործիկը որ հայտնի աշուղն է նվագել։ Սայան Նովան, այո, իսկ թառը հայտնի աշուղներից նվագել է Աշուղ Շերամը։ Իսկ հիմա շարունակենք ու մի գեղեցիկ գործիքային կատարում ևս լսենք մեր նվագախմբի կողմից, երգը ստեղծագործությունը կոչվում է «Ուզում դարա», Արցախի ժողովրդական կանացի պար, մշակումը Արտեմ Խաչատուրի։ Այստեղ դուք տեսնում եք նաև մեր հարազատ նվագարաններից դուդուկը, որը արդեն չենք ասի համաարևելյան, այլ կասենք զուտ հայկական նվագարան է, որովհետև աշխարհում ոչ մի տեղ ավելի հին հիշատակություն չկա դուդուկի մասին, քան հայոց գրերում, իսկ դուդուկը մեզ նվագում է Ռադիկ Արզումանյանը ծափահարենք։ Դուդուկը հայ մարդու ուրախության ու տխրության թարգմանն է, մեծ արտահայտչականությամբ է օժտված նվագարանը։ Աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանն ասել է. «Դուդուկը միակ գործիքն է, որի նվագն ինձ ստիպում է լաց լինել։ Հնչում է նուրբ քնարականությամբ, բայց նաև խոր զգացողությամբ, պայծառ լուսավորությամբ, դուդուկի ձայնը ջերմ է, խիստ է, մարդկային, ութեղ եւ լիարյուն։ Ինչպես գիտեք, դուդուկը պատրաստում են ծիրանենուց եւ ունի շատ հրաշալի հնչողություն, իսկապես մեծ ազդեցություն եւ գիտեք, որ դուդուկը զուտ հայկական նվագարան է։ Եկեք լսենք դուդուկի ձայնը առանձին այս պահին։ Ծափահարենք, Ռադիկ Արզումանյան, ես ձեզ ներկայացնեմ
շատերին նաև կարող է ոչ հայտնի բլուլ նվագարանը, որ այս նվագարանն է, սնամեջ, բայց սրինգի ընտանիքին պատկանող փայտե փողային նվագարան է, ունի գմբեթավոր գլխիկ, որի ձայնին փչանքն է, 7 անցքեր ունեցող նվագարանն է, իսկ հակառակ կողմում մեկ հիմնական եւ 2 օժանդակ անցքեր ունի, թավշյա հնչերանգ ունի, շատ մեղմ, նուրբ եւ մոտ է թերևս սրինգին, բլուլի մասին խոսել է նաեւ մեր մեծերից Կոմիտասը, եկեք բլուլի ձայնը եւս այս պահին լսենք։ Եվ ինչպես էր կոչում այս նվագարանը, բլուլ, վերջում նորից լրտարով։ Իսկ այս պահին մի գեղեցիկ կատարում, որ մեր կենտրոնի շնորհալի սաներից մեկը այսօր եկել է ձեզ նվիրելու, Հուսանարամի աշխուղ դառնամ երգերից մեկը, Գայանե Գրիգորյանին ենք դիմավորում և վայելում նրա երգը։ Գայանե Գրիգորյան, դիմավորենք։ Եծես։ Հիմա պետք է մի երգ հնչի, որը մեզ բոլորիս է վերաբերվում։ Այդ երգը մենք նվիրելու ենք մեր սիրելի ուսուցիչներին։ Մենք սիրում ենք, չէ՞ մեր ուսուցիչներին։ Ծափահար ենք բացել։ Այս բանին կհնչի մի շատ գեղեցիկ երգ, կոչվում է սիրելի ուսուցիչ։ Այն ձեզ համար մեծագույն սիրով կերգեմ ես եւ կնվիրենք բոլորիս ուսուցիչներին, չէ՞ որ մեր ուսուցիչներն էլ ուսուցիչներ ունեն եւ ունեցել են բոլորի ուսուցիչներին։ Սիրելի ուսուցիչ, ձեզ տեսա ես նորից, բայց ամեն ջերմագած ամենից եւ գիտեմ որ այս սպիտակ մազերից եղել է իմ մեղքով
Մեր բոլոր ուսուցիչների համար, մի հատ էլ բարձր ծափ անենք մեր սիրելի ուսուցիչների։ Եվ շարունակենք, մեր գեղեցիկ ու հրաշալի արհեստավարժ նվագացուները հիմա ձեզ կնվիրեն Արտեմ Խաչատուրի գրչին պատկանող մի ստեղծագործություն գործիքային, որ կոչվում է Ջրափի։ Ծափահարենք ու վայելենք։ Եվ հիմա խոսենք շվի նվագարանի մասին, փողային ժողովրդական երաժշտական գործիք է, հայտնի է դեռևս վաղեմի ժամանակներից, հիմնականում եղեգնից կամ ծիրանենու փայտից պատրաստված սնամեջ փող է, որը երեսի կողմից ունի 7 ձայնանց, հակառակ կողմից 1։ Գլխամասը պատրաստվում է սուրիչի սկզբունքով, օգտագործվում է մենակատարման համար, ինչպես նաև անսամբլի կազմում։ Շվին շրթնային նվագարան է, ներքևից բաց, վերևից հորիզոնական ճեղքվածքով, որից օդ է մղվում հնչյունաբերման համար։ Ձայնը թեթև է ու լուսավոր։ Հիմա մենք դրանում կհամոզվենք։ Եկեք լսենք շվիի ձայնը։
Շնորհակալություն Մհեր Ամիրջանյանին ծափահարենք։ Եվ թերևս ներկայացնեմ երևի բոլորին ամենահայտնի նվագարանը, որը դհոլն է։ Դհոլը մեզ մոտ նվագում է Ալեքս Ադամյանը, ծափահարենք Ալեքսին։ Հարկանային երաժշտական նվագարան է, որն իրենից ներկայացում է երկաթաձև, գլանաձև իրանով թմբուկ, ուռենու, ընկուզենու կամ սոճու փայտից է պատրաստվում, կարմիր, դեղին կամ չներկված գլանաձև ռեզոնատորի երկու բաց կողմը ծածկված են թաղանթով, տեսնում եք, և կարող է նվագել տարբեր ռիթմեր, բարային, շատ արագ փոխել ռիթմերը, մատներով ստանալ գեղեցիկ ու հրաշալի հույսեր արթնացնող ռիթմեր, ինչու մենք հիմա կհամոզվենք։ Լսենք դհոլի ձայնը։ Իսկ իր երաժշտական կատարումով հիմա մեզ կուրախացնի Գայանե Գրիգորյանը, դիմավորենք։ But
Գալիս է մեր համերգը։ Մենք շարունակում ենք։ Հիմա ժողովրդական երգերի մի գեղեցիկ շարան կներկայացնի մի տրիո կազմված այս երաժիշտներից, իսկ թե ինչ գործիքներ կնվագեն, դուք ինքներդ ուշադիր եղեք եւ որ հետո հարցնեմ ասեք։ Ժողովրդական երգերի շարան։ Սիրելի ուսուցիչներ, սիրելի աշակերտներ, մեր կենտրոնը մեծ սիրով է աշխատում եւ մի ամբողջ համերգաշար է անում եւ տարիներ շարունակ սահմանամերձ եւ ոչ միայն սահմանամերձ, նաեւ հեռավոր գյուղերում իրական մշակույթ տարածելու համար։ Եկեք ծափահարենք մեր կենտրոնի տնօրեն պարոն Բալոյանին այս գեղեցիկ նախաձեռնության համար։ Եվ մեր նախարարությանը, որ այսպիսի հրաշալի նախաձեռնություն է իրականացում, եւ մենք էլ մեծագույն սիրով աշխատում ենք ձեզ համար։ Եթե պարտիկի տնօրենը խոսք ունի ասելու, հրավիրենք։ Սիրելի աշակերտներ, հարգելի ներկաներ, հյուրեր։ Նախ ուզում եմ ողջունել մեր հյուրերին առաջին անգամ մեր դպրոց մուտք գործելու համար եւ իմ խորին շնորհակալությունը հայտնել բոլոր նրանց, ովքեր այս գեղեցիկ միջոցառման նախաձեռնողն են, կազմակերպիչն են եւ իրականացնողն են։ Հանձինս ԿԳՄՍ նախարարության գեղարվեստական դաստիարակության եւ մշակույթի մանկապատանեկան կենտրոնի տնօրեն պարոն Սամվել Բալոյանին, ես գուցե անունները բոլորին շփոթել, բայց բոլորին երաժշտական գործիքներին, նվագողներին, երաժիշտներին, մեր մենակատարին Գայանե Գրիգորյանին, բոլոր կազմակերպիչներին ուզում եմ իմ խորին երախտիկը հայտնել, խորին շնորհակալությունը հայտնել նման ազգանվեր հայրենասեր գործի համար։ Իսկապես սա շատ կարևոր է, որովհետև վերջին եթե 10 տարիների ընթացքը վերցնեմ, սա առաջին անգամ է, որ դպրոցում նման կարգի միջոցառում է կազմակերպվում, մշակութային, այո, շատ կարևոր է, որովհետև ազգային մեր նվագարանները, երաժշտությունը տարածելով մեր երեխաների մոտ գուցե եւ սեր առաջանա
ինչպես նաև կարող են հիշել, փոխանցել իրենց սերունդներին։ Այսպես պահպանողական գործ ենք անում մենք, հայրենանվեր, հայրենասեր, ազգանվեր գործի համար բոլորին ուզում եմ խորի շնորհակալություն հայտնել։ Շատ շնորհակալ եմ, հուսով եմ, որ սա վերջինը, առաջինն է, բայց վերջինը չի լինի, երբ ունենա շարունակական բնույթ։ Շատ շնորհակալ եմ բոլորին։ Շնորհակալություն Սաթահարեն։ Իմ միջանկան կարևոր ինֆորմացիա եմ ուզում ասել, որ այս գյուղը ունի աշուղ։ Դուք արդյոք նրա մասին գիտեք Աշուղ Ծովյանի մասին, այո։ Եվ նա գեղեցիկ երգ ունի Սև Քարի մասին։ Ծաղկանը կարսարերի փեշին փարված կատնահան յոթախյուրներով Սև Քարը կատնահան յոթախյուրներով Սև Քարը Իսկ հիմա մի գեղեցիկ երգով, որ կոչվում է Հայաստան, մենք կավարտենք այսօրվա միջոցառումը։ Սիրով ձեզ համար։ Իմ երկրի վրա շովում է սարարան, և խաղողան է ժրկում է կացը ոսկերման, այլ խրում է մեզ սևանը Հույստանիստան մեջ, ու ծաղկում է Երևանը իմ քաղաքը մեջ, հնազատ իմ երկվանա, անցիր աշխարհնա, ու իմ սրտից թերարա, շողադար իմ Հունաստան, ծաղկած իմ Հայաստան, արևաշատ իմ Հայաստան։ Հաջակորձ են ճահելները ներգարում են կանք, իմաստուն են ահելները կարգեր ու բարձան, անվանվանքեն աղջիկները սերն է իմ վրա, ով տեսնի հուրաչիկները էլ հանգիս չկա, հնազավարք իմ երկվանա, անցիր աշխարհնա, ու իմ սրտից թերարա, շողադար իմ Հունաստան, ծաղկած իմ Հայաստան, արևաշատ իմ Հայաստան։ Դաշտերում ուրախ է երկրանասան, հասերի մեջ կարկաչում է գինի ոսկեվան, թուրքով պատերներ երկիրը ողը ծաղկավեր, աստղաթայր է երկուգիրը այրենին լեսեր, հնազավարք իմ երկվանա, անցիր աշխարհնա, ու իմ սրտից թևերարա, շողադար իմ Հունաստան, ծաղկած իմ Հայաստան, արևաշատ իմ Բոլորս նամար են Արթուրին, տեսակի շլավանները տարավ, շնորհակալություն նրան։ Շնորհակալություն, ցտեսություն, ի տեսություն, միջնոր ու գեղեցիկ համերգներ։